Բելգիայի ներկայացուցիչների պալատում լսումներ են անցկացվում Արցախի բանաձևի նախագծի շուրջ։ Լսումներին մասնակցում են նաև ՀՅԴ Հայդատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը։ Մենք պարոն Կարապետյանի հետ չկարողացանք հարցազրույց անել, զբաղվածության բերումով նա չկարողացավ մասնակցել։ Արամ, նախ կխնդրեմ ասել ինչի մասին է խոսել պարոն Կարապետյանը, ինչի վրա է շեշտադրել իր ելույթը եւ ինչպես է անցնում առհասարակ լսումները եւ երբ է լինելու բուն լսումների բուն բանաձևի քվեարկությունը։ Ուրեմն սկսելու համար բանաձևները, որ Else Van Hofe եւ Michel de Marque ներկայացուցած էին Տաշնային խորհրդարանին, որուն վրա հիմնված էին ասլուսումները, նոր բանաձևներ չեն, այլև նախկին բանաձևներու վրա ավելացնելու նպատակի համար են։ Եվ ուրեմն այդ բարոն Կարապետյանը իր խոսքերը հիմնականորեն երկու մաս ունեն, նախ նշել մի քանի, ասենք, փոփոխություններ, բարելավումներ այդ բանաձևի տեքստի վրա եւ նաեւ նշումներ ընել հիմակվա իրավիճակին համար կալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդ համանցանակրի մասին, Արցախահայության մասին եւ այլն։ Ուրեմն բանաձևի բարելավման նշումին համար կան երեք գլխավոր կետ։ Առաջինը բանաձևը գործեր մագան, ասենք, մուչունը բացմելու Արցախի եւ Լեռնային Ղարաբաղի, ասենք, անկախության բացմությունը։ Եվ որում վրա սկիզբը խոսած էր Ալմա-Ատայի մասին, Ալմա-Ատայի պրոտոկոլներուն եւ Ալմա-Ատայի սանկության մասին։ Եվ այդտեղ բարոն Կարապետյանը նշեց, թե շատ հստակ պետք է գրվի եւ հասկացվի երկու բան, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ասենք, հիմը Սովետական միության օրենքի վրա դրված էր, որ 1990-ին հրադարագեցին, որ ամեն մեկ իր օտոնոմոս օբլաստները իրավունք ունեն քվեարկելու եւ որոշում առնելու, եթե իրենք ուզեն մաս կազմել Սովետական միության, թե անկախանալ, եթե իրենց ներքի երկիրը անկախություն ուզած է։ Այդ մեկ։ Երկրորդ Ալմա-Ատայի պրոտոկոլն են, որ ամենակարևոր հիմնն են նախկին սովետական երկրներու անկախության վրա եւ 1990-ի սկիզբներուն Հայաստանի խորհրդարանը երբ ընդունած էր այդ CIS-ի պրոտոկոլները, իրենք հստակ լեզու կրած էին, որ Լեռնային Ղարաբաղը մաս պետք չի կազմի Ադրբեջանի։ Ուրեմն բարոն Կարապետյանը այդ մեկը հստակ ձևով բացատրեց ասենք խորհրդաժողովին, որ հասկանան, թե որ Ադրբեջանը որ գսե որ մեր իշխանության դագեր միշտ Ղարաբաղը եւ հետո հայերը հանեցին մեզ մի 30 տարի, այդ մեկը իրական չէ, մագան հիմ չունի։ Մենք խոսում ենք Գերագույն խորհրդի ընդունած որոշման մասին, վերապահման մասին, այսինքն վերապահով ընդունած հռչակագրի մասին, Ալմա-Ատայի մասին, եւ արդյոք եղել են հակադարձումներ Եվրապաշտոնյաների կողմից պարոն Գասպար Կարապետյանի այս հայտարարությանը, մասնավորապես համատեքստում, որ Արցախը ընդունել է Ադրբեջանի մաս Հայաստանի Հանրապետությունը եւ հենց Հայաստանի Հանրապետությունն է մոռացել այդ ուրեմն վերապահման մասին, իր Գերագույն խորհրդի կողմից ընդունած վերապահման մասին։ Եղել են հակադարձումներ։ Ուրեմն Կրիտիկայի նյութին առաջին կետը Ալմա-Ատը, երկրորդ կետը այս մեկին մասին խոսեցավ բարոն Կարապետյանը, որ հագարակ, այսինքն այդ հարդարարություններուն եւ մի քանի օր առաջ, որ նաեւ ասկային ժողովի մեջ վարչապետը դժբախտաբար ասավ, որ Ղարաբաղի շարժումն վերջացած է Հայաստանի իշխանության մասնակիցների եւ այլն, բարոն Կարապետյանը բարձրապես բացատրեց, թե մեկ ժողովուրդեն լքած շարժումը, ժողովրդավար շարժումը, իրավունքի շարժումը, անկախության շարժումը վարչապետը քաղաքական պատճառներով չի գտնար գեցնել, այդ մեկը Արցախայության եւ բոլոր հայ ժողովրդի ներողություն որոշումն է։ Սկսելու համար մեկ։ Երկու նաեւ նշեց կարևոր գեդեր, որ Արցախի ազգային ժողովը դակավին գործոն է, դակավին աշխատի, դակավին ունի վավերալություններ եւ նշեց նաեւ որ կարեւոր է որ հետեւի լա Բելգիկան եւ լա Եվրոխորհրդարանը կամ Եվրոպական միության զանազան գարույցները
այդ մարմնի գործունեության։ Նշելով նաև, որ 2023-ին կարևոր վերահսկողը հաստատած է ազգային ժողովը Արցախի Արցախահայության վերադարձի մասին, որուն համար նաև կարևոր նշումներ հրավ բարոն Ղարաբեկյանը վերահսկողի ընթացքին։ Քալով մասնագետներ ինչին չէ, ընդհանրապես մասնագետները շատ, այսինքն խիստ մեդիկ երին եւ քննադատական, այսինքն պատասխաններ չեղան, այլ հարցեր եղան։ Լա Արցախայության ժողովրդի մասին, թե ինչ տեսակի օգնության պետք ունին, թե իրենք ինչ վտանգներում մատնված են հիմա Հայաստանի մեջ եւ այլն։ Եվ քալով նաև հարցումներ այդ բաժնի մասի, որ դակավին չնշեցի, Ադրբեջանի եւ Հայաստանի համացանակրի մասին։ Ընդհանրապես այդ երկու նյութերու վրա էին, որ մասնագետները հանձնաժողովին, այսինքն անդամները Դաշնային խորհրդարանի, իրենք այդ մասին հարցուցին։ Հայաստանի Հանրապետությունից եւս լսումներին մասնակցող ներկայացուցիչներ կան, մասնավորապես Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն է մասնակցում, նաեւ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչը Հովհաննես Գևորգյանը եւ հայ համայնքից կարծես թե եւս մի քանի հոգի։ Արամ, նախ հիշենք, որ Շվեյցարիայի խորհրդարանը երկպալատանի որոշում ընդունեց արցախցիների վերադարձի մասին, երկու պալատներ ընդունեցին որոշում եւ հայկական կողմից որևէ արձագանք չկար։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնյան, ուրեմն Բրյուսելում մասնակցում է այս քննարկմանը։ Ինչով են հանդես գալիս հայկական կողմը, Հայաստանի Հանրապետությունը, ինչ հայտարարություններով է հանդես գալիս եւ պետք է հասկանանք նաեւ բուն բանաձևը կխնդրեմ, եթե կարճ ձևակերպելու լինենք, ինչի մասին է։ Լավ, սկսելու համար բանաձևը ճիշտ ինչի մասին էր, բանաձևը ամբողջ օրը դեվեց Ղարաբաղի մասին էր, Լեռնային Ղարաբաղի մասին, որ այսինքն ինչ որոշում պետք է քննարկենք Ադրբեջանի հանդեպ։ Ուրեմն կան բացատրություններ, այսինքն պատմական, եւ ի վերջո ինչ դեպքեր պետք է առնեն։ Մեջը գա գերիների մասին, որ Բաքուի մեջ են իրենց ազատ արձակումը պահանջել, որ Եվրոպայի, որ Բելգիկայի կառավարությունը Եվրոպական միության կողմ դարձյալ ջնշումն է Եվրոպական միության կառավարության, որ ավելի խիստ ձևով վարվին եւ միդիկ ընեն Եվրոպայի խորհրդարանի թելատրանքներուն եւ այդտեղի բանաձևներուն զորացնեն գաբերը Հայաստանի եւ Բելգիկայի միջև լադնդեսական, լաքաղաքական, լասոցիալական եւ նաեւ ասենք թե գոչ կանեն Եվրոպական միության մոնիտորինգի առաքելության մասին, ասելով թե իրենք պետք է մնան, թե իրենք պետք է շարունակեն իրենց գործունեությունը եւ ընդհանրապես ասնյութի մասին է։ Այսինքն եւ նաեւ նշում ունել, որ կառավարությունը ծևով պետք է սկսի բաժային, ասենք թե բաներ մտածել, բանեցնել Ադրբեջանի մի քանի ղեկավարների դեմ։ Հայկական կողմի ներկայությունը ինչով պայմանավորել։ Կարծես թե սա առաջին դեպքն է, որ մենք որևէ բանաձևին մասնակցում ենք։ Հայաստանի Հանրապետության մասին է խոսքը։ Ուրեմն բարոն Բալայանին իհարկե ես չեմ ուզեր իր դեր խոսել, լավ խոսեց ինքը, իր այսինքն կառավարության գարցիկ փոխանցեց, քննադատական էր, սա որ լավ ծևեր եւ ուզեր, այսինքն մանավանդ այդ բաժինները որ գսեր որ գաբերը Հայաստանի եւ Բելգիկայի միջև խորանան եւ այլն, այդ մեկը փոխադարձաբար բարոն Բալայանը ընդունեց եւ հարցումները, որ ընդհանրապես ստացավ բարոն Բալայանը համացանակրի մասին են։ Օրինակ, կալով, օրինակ բարոն Ղարաբեկյանի գեդերը մեկն էր, որ անշուշտ Բալայանից հետո խոսեցավ, բայց մենք ասկի առաջ մենք արդեն հաստատած էինք մեր դիրքորոշումը, որ Ադրբեջանը համացանակրի ընթացքին շատ ասենք թե խիստ գեդեր գավելցնեք, որ ամեն օր նոր զիջումներ է ուզում։ Եվ զիջումներին մեկը, որ ըստ մեզ մեր գրասենյակի անընդունելի է, սահմանադրության փոփոխություն պահանջելը։ Ասկեդին վրա հարցումը ստացավ բարոն Բալայանը եւ բարոն Բալայանը պատասխանեց, թե համացանակրի գեդերեն մեկն է, որ երկու երկիրները հագարակ եթե սահմանադրական փոփոխություններ դեղի չունենան, երկու երկիրները գտնունին իրեն փոխադարձաբար այսինքն Հայաստանը Ադրբեջանին եւ Ադրբեջանը Հայաստանին
հող գրավելու նյութ չանել։ Այսինքն դերեն մեկը այդ է, որ մեկը մյուս երկրին վրա հողային, ասենք թե բահանջներ պիտի չունենա։ Պատգամավորների արձագանքի մասին ինչ կարող եք ասել։ Ում արձագանքը կառանձնացնեք։ Ելույթը, արձագանքը։ Ընդհանրապես, լա բարոն Քևորքյանի հետ, լա բարոն Բարոյանի հետ, լա բարոն Ղարաբետյանին հետ, ընդհանրապես արձագանքը դրական էր։ Եվ այսինքն մեր կողմն էին եւ ուղղակի այսինքն հիմգար որ խիստ կհետևեին փանացեվի քվեարկությունը ըստ Էլսվան Հոֆին դեղի պիտի ունենա մայիսի 50 թե վերջը եւ ըստ ինչպես ինչ որ ասավ ժողովի ավարտին որ շատ հավանաբար ընդունվի Լսումները դեռ շարունակվում են։ չէ լսումները փակեցան երեք Շնորհակալ եմ։ շատ շնորհակալ եմ ձեզ